Ընկերներ ողջույն, բարեկամներ ողջույն, այսօր մեր քաղաքամայր Երևանը դառնում է 2807 տարեկան, Էրեբունի Երևանն է այսօր ու գեղեցիկ զուգադիպությամբ Վիկտորինան, որ հայ-ամերիկյան օրագիրը գրքի շնորհանդեսի շրջանակներում ներկայացրել էի, ուրեմն սեպտեմբերի 21-ին էր Հայաստանի Հանրապետության անկախության օրը եւ մոտ 1 ամիս անց Էրեբունի Երևանի օրը ամփոփում ենք արդյունքները հաճելիորեն զարմացած եմ մեկնաբանություններից ովքեր նոր են դիտում այս տեսանյութը հիմա կզարմանան ինչ ոնց բան ասեմ որ սեպտեմբերի 21-ին տեսանյութ էի հրապարակել եւ անկախության տոնի շրջանակներում հարցնում էի հետևորդներից ձեզ որն է հայի տիպարը որն է հայի առաքելությունը 21-րդ դարում, որտեղ ամեն մի սերունդ իր կարծես առաքելությունը ունի եւ վստահ եմ որ մատաղ սերունդն իր առաքելությունն է ունենալու հազարավոր մեկնաբանություններ եղան կոմենտներում, ոմանք խիստ պաթետիկ էին, ոմանք ռազմահայրենասիրական, ոմանք մի խոսքով տարբեր ձևաչափերի եւ ծաղկակաղ եմ արել, ուրախությամբ պետք է ասեմ, որ փորձել եմ այդ ամենի մեջից առանձնացնել հնարավորինս իրատեսականը, որովհետև ընդ պատկերացնում եք, չէ, հայի կերպարի մասին, մենք աստվածային սարերից իջած, նոյան տապանից սերած բան, գեղեցիկ է, բառախաղ է, բան, բայց զուտ իմաստն է, էլի ուզում հասկանալ լավ, այդ ոնց կյանքի կոչ ենք եւ ընտրել եմ նրանք, որոնք իրոք կարելի է դարձնել ժամանակակից եւ կիրառելի կյանքում։ Օրինակ, այս մեկնաբանության շուրջ անգամ ընկերներիս հարազատներիս հետ եմ բանավիճել, Անուշիկ Սիմոնյանի մեկնաբանության շուրջ եմ ուզում ձեզ հետ կիսվել ու ասել հետեւյալը, ինչ է գրում Անուշիկ, ասում է, իմ կարծիքով 21-րդ դարի հայը պետք է Հայաստանում ապրելը նորաձև դարձնի։ Շնորհավոր 34-ամյակը Հայաստան մաղթում երջանկություն, բայց այս նախադասությունը ընկերներ, մի փոքր թույլտվությամբ ձեր ձևափոխելով, այդ նորաձև բառը հիմա մի քիչ ուրիշ ձև է անցալվում, ոչ թե պիտի նորաձև դարձնի, այլ մանավանդ դրսում ապրող հայ, երբ որ հասնում է ինչ որ level-ի, ասենք, ինչ որ մի հաջողությունների, կարծում եմ շատ պահանջատիրական պիտի լինի, որ ինքը որևէ ձև ներկայացուցություն ապահովի Երևանում, Հայաստանում։ Ես իմ Լոս Անջելեսի ընկերներին եմ հաճախ ասում եւ փառք ու պատիվ շատերը գրասենյակներ են բացել Հայաստանում, այ երբ ինչ-որ մի բիզնես ունես, կապ չունի, դա զբոսաշրջային է, դա արեգակնային համակարգի հետ վահանակների սոլարներն են, դրանք ինչ որ բանկային սեկտորը, IT տեխնոլոգիա, կապ չունի, վարսահապիրանոց, ինչ ուզում է լինի։ Երբ որ դու ասել ես ինչ որ մի բարձունքի, Երևանը բա մասնաճյուղ չունենաս, 2 հոգի գործի վերցնես եւ այլն եւ համ դուք ես լավ կզգաս որպես գործարար եւ երկրորդը ավելի այսպես հոգեվոր բան կա որ օգնում ես հայրենիքին հարկատու ես դառնում 2-3 հոգի աշխատանքի է անցնում տուն է պահում եւ այլն եւ իմ կարծիքով հայրենասիրության մոդելը հենց այդտեղ է թաքնված ոչ թե ամեն Thanksgiving-ի օրը տանենք բան անենք հանգանակություն անենք էլի մեռելի տուն չի երուտանից տեղից ոչ էլ բանա այնտեղ ինչ են ասում հոգեհաց է որ մի բաժինել քեզնից պոկեստած չէ եթե կարող ես ներգրավի process-ի մեջ ու ստեղծի այնպիսի բան որ երկարաժամկետ պարբերական օգնություն բերի դրա համար Անուշիկ Սիմոնյանի մեկնաբանությունը հայտարարում եմ այն լավերից մեկը որ արժանանում է հայի ամերիկյան օրագիրը գրքին հարգելի Անուշիկ Սիմոնյան, խնդրում եմ էջին գրեք ձեր հասցեն, մակագրությամբ դուք արժանանում եք հայի ամերիկյան օրագրի մեկ օրինակի, խոստացել է երկուսը եւ հիմա երկրորդն եմ առանձնացնում, ուրեմն Կարինե Մարությանի մեկնաբանությունն է դուրս գալի, ասում է այսօրվա հայը ցանկանում է ազատվել անցյալում կատարած սխալներից, նոր հայացքով նայել աշխարհին ու կրկին վաստակել իր ազնիվ ցեղի արժանի անունը Սա էլ իհարկե ասենց մի քիչ պաթոս կա մեջը, բայց իրոք մենք հիմա հաշվի առնելով ինչ է կատարվում մեր շուրջը, մենք նորովի հայացք ենք նետում ամեն ինչին, մեր անցած ուղուն, պատմական ընթացքին, որևէ ձև չդրժելով անցյալը, որտեղ անցյալից հրաժարվողը չի կարող ազգ ու ժողովուրդ կոչվել, բայց նորովի գնահատական պիտի տանք։ Արդյոք անցյալում արած սխալները նոր ողբերգությունների չեն հանգեցնի ապագայում։ Դրա համար հիմա այդ ամեն ինչը շատ քաղաքականացվում է, բայց իմ կարծիքով Կարինե Մարությանի այս մեկնաբանությունը արժանի է, որ եւս մեկ հայ-ամերիկյան օրագիր նվիրեմ հարգարժան Կարինե Մարությանին, եւս մեկ անգամ տիկին Կարինե,
գրեք ձեր հասցեն իմ անձնական էջին, հա, մեկնաբանությունում չի անձնական էջին, եւ ես սիրով ձեզ եւս մակագրությամբ հայի ամերիկյան օրագիրը հեղինակային գիրքը կուղարկեմ։ Բայց քանի որ այսօր տոն է, բարեկամներ, այսօր տոնը ես ուղղակի չեմ կարող եւս մեկ տոնի շրջանակներում գիրք չնվիրել իմ հավատարիմ հետևորդին Տիկին Սիրանուշ Ստեփանյանին, ով բազմաթիվ այստեղ մեկնաբանություններ է գրել, էլի շնորհավորանքներ այսօրվա հայը եւ առասարակ հայը նման է Փյունիկի, որքան մեռնում, նորից վեր է հառնում, ձգտելով նորից կորցնում է ամեն ինչ, մի խոսքով էս պաթետիկ բան կա, բայց Տիկին Սիրանուշ այնքան հաճախ է մեկնաբանում, այնքան ամենտեղ ներկա է իմ գործունեության մեջ, որ Էրեբունի Երևանի տոնակատարության շրջանակներում եւս մեկ գիրք էլ Տիկին Սիրանուշին մեծ սիրով մակագրում եմ, սպասում եմ ձեր ուրեմն հասցեներին եւ աննազգանում, որ մակագրեմ եւ ուղարկեմ ձեզ հարգելի բարեկամներ։ Շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար, շնորհավորում եմ Վիկտորինայի հաղթողներին, իսկ ովքեր դեռ չունեն հայի ամերիկյան օրագիրը գիրքը, Ռաֆայել on-line կայքում կարող եք այն ամրագրել, մի քանի տասնյակ օրինակ է մնացել, հարյուրավորները սպառվել են, պետք է ուրախությամբ փաստեմ, իսկ ովքեր բնակվում են Լոս Անջելեսում, պետք է ասեմ, որ հանդիպում ենք նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում մեծ շնորհանդեսի եւ հեղինակային երեկոյի շրջանակներում։ Շնորհակալություն բոլորին, սիրում եմ բոլորիդ եւ աշխատում եմ ձեզ համար։ Լավ եղեք։